Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու։ Սուրբ Անտոն Անապատականի հոգեշահ խրատները բոլոր նրանց համար, ովքեր իսկապես ցանկանում են մոտենալ հոգևոր կյանքին։ Սուրբ հայրերի ժառանգությունը։ Ինչպես որ մենք Աստծուց ունենք տեսողություն, որպեսզի ամենայն տեսանելի բան ճանաչենք և տարբերենք, թե ինչն է սպիտակ և ինչն է սև, այնպես էլ բանականությունը մեզ տրված է որպես Աստծո պարգև, որպեսզի կարողանանք տարբերել, թե ինչն է հոգուն օգտակար և ինչը վնասակար։ Ցանկությունը դատողականությունից հրաժարվելով զգայական հաճույքների հակվածություն է ծնում, իսկ դա հոգուն չի թողնում փրկվել կամ հաղորդվել Աստծուն։ Երբ փակես քո բնակարանի դուռը և մենակ մնաս, իմացիր, որ քեզ բնակակից է ամեն մի մարդու համար Աստծուց կարգված հրեշտակը։ Նա մշտարթուն է և միշտ քեզ մոտ է, ամեն ինչ տեսնում է։ Նրան անհնար է խաբել, և խավարը ոչ մի բան չի ծածկում նրանից։ Նրա հետ միասին նաև Աստծուն հիշիր, որ ամենուր ներկա է և ամեն ինչում է։ Չկա մի վայր, որի մեջ չլինի Աստված, ով բոլորից անպարագրելին է և ամեն ինչ բովանդակում է իր ձեռքերում։ Սուրբ Անտոն Անապատականի խրատը ուսուցանում է մեզ, որպեսզի մեղք գործելով չմտածենք, թե կարող ենք թաքնվել Աստծուց։ Եթե զինվորները թագավորին հավատարիմ են մնում նրանից կերակուր ստանալու համար, ապա մենք որքան առավել շատ պիտի ջանանք անլռելի շուրթերով Աստծուն գոհություն հայտնել, առանց դադարի հաճո լինել նրան, որ ամեն ինչ ստեղծել է մարդու համար։ Աստծուց գոհանալն ու բարեպաշտ կյանքը Աստծուն մատուցված հաճելի պտուղ է։ Սակայն ինչպես երկրի պտուղները մի ժամում չեն հասունանում, այլ ժամանակ, անձրև և խնամք է պահանջվում դրա համար, այդպես էլ մարդկային պտուղներն են պահանջում ճգնություն, դատողություն, խոհեմություն, սպասում, ժուժկալություն, համբերություն, մինչև որ կհայտնվեն իրենց ամբողջ փայլով։ Սակայն եթե դրանց համար դու երբեմն որևէ մեկին բարեկրոն երևաս, մի հավատա ինքդ քեզ, քանի դեռ այս մարմնի մեջ ես, և ոչինչ մի համարիր լիովին աստվածահաճո։ Գիտակցիր, որ մարդուն դյուրին չէ մինչև վերջ պահպանել անմեղությունը։ Մարդկանց մեջ խոսքից ավելի ազնիվ բան չկա։ Խոսքն այնքան կարևոր է, որ մենք Աստծուն խոսքով և գոհություն հայտնելով ենք պաշտում։ Անպիտան կամ անազնիվ խոսքեր օգտագործելով բացահայտում ենք մեր հոգու անպիտանությունը։ Անմիտ մարդուն հատկանշական է իր մեղքերի համար մեղադրել իր ծագումը կամ ինչ-որ մի ուրիշ պատճառ բերել։ Երբ նա ինքնահոժար վատ խոսք է օգտագործում կամ անբարի գործ է անում, այդպես է վարվում։ Թող որ բարի և աստվածասեր կյանքի նախանձախնդիր լինենք ոչ թե մարդկային գովասանքի համար, այլ ընտրենք առաքինական կյանքը հոգու փրկության համար, քանզի մեր մահը ամեն օր մեր աչքերի առջև է և ամենայն մարդկայինը անհաստատ է։ Մեր կամքն է ողջախոհությամբ ապրելը, սակայն հարուստ դառնալը մեր կամքով չէ։ Ուրեմն ինչ, պետք չէ արդյոք մեր հոգուն դատապարտել վաղանցուկ և սնոտի փայլ ցանկանալու համար, որը ձեռք բերելու իշխանություն չունենք։ Միթե չգիտենք, որ բոլոր առաքինություններից ամենաբարձրը խոնարհությունն է, ինչպես որ բոլոր կրքերից ամենամեծը որկրամոլությունն է և կենցաղային բարիքների անհագ ցանկությունը։ Խոհական մարդը անընդհատ պետք է հիշի, որ այս կյանքում փոքր և կարճառոտ դժվարություններ կրելով հետմահու կստանա մեծագույն մխիթարություն և հավիտենական երանություն։ Կրքերի հետ մարտնչողն ու Աստծուց պսակվել ցանկացողը, եթե անգամ մեղքի մեջ ընկնի,
թող փոքրոգության չտրվի եւ այդ անկման մեջ չմնա, թող չհուսալքվի, այլ դարձյալ ոտքի ելնելով թող մարտնչի եւ հոգ տանի պսակ ստանալու համար մինչեւ իր վերջին շունչը։ Մտավոր եւ ճգնող հոգին ցավալի դեպք պատահելիս չպետք է ընկճվի կամ վախենա, որպեսզի երկչոտության պատճառով ծաղրուծանակ չլինի։ Հոգու առաքինությունները մեզ հավիտենական բարիքների են արժանի դարձնում, մինչդեռ մարդկային ինքնահոժար մեղքերը իսկապես հավիտենական տանջանքների պատճառ են։ Մտավոր մարդը հոգու կրքերի հարձակման է ենթարկվում մարմնավոր զգայությունների միջոցով, որոնք կան բանական արարածների մեջ։ Մարմնական զգայությունները 5 են՝ տեսողություն, լսողություն, հոտառություն, ճաշակելիք եւ շոշափելիք։ Դրանց միջոցով ընկնելով սեփական 4 կրքերի ազդեցության տակ, խեղճ հոգին գերեվարության է ենթարկվում։ Հոգու այդ 4 կրքերն են սնափառությունը, վայելքի փափագը, զայրույթն ու վախը։ Բայց երբ մարդն իմաստությամբ եւ խոհականությամբ հաջող պատերազմելով հաղթահարի կրքերը, այդժամ արդեն հարձակումների չի ենթարկվի, այլ հոգով կխաղաղվի եւ որպես հաղթող կփսակվի Աստծուց։ Մեծ իշխանություն ունենալով որևէ մեկին մահվամբ մի սպառնա, իմանալով, որ դու էլ ես մահվան ենթակա եւ որ ամեն հոգի վերջին հանդերձի նման իրենից հանում է իր մարմինը։ Սա պարզ հասկանալով չի քարահես լինել, բարիք գործելով միշտ գոհություն հայտնիր Աստծուն։ Ով անողորմ է, նա իր մեջ առաքինություն չունի։ Մահից խուսափել անհնար է եւ եղանակներ չկան։ Այս ամենն իմանալով ճշմարտապես խելամիտ մարդիկ փորձառությամբ առաքինությունների եւ աստվածասեր մտածմանը վարժված լինելով մահը դիմավորում են առանց անհույս ողբալու, մտքում ունենալով, որ այն մի կողմից անխուսափելի է, իսկ մյուս կողմից ազատագրվում ենք չարիքներից, որոնց ենթակա ենք լինում այս կյանքում։ Բարի եւ աստվածահաճո կյանքը մոռացածներին եւ ճիշտ ու աստվածասեր ուսմունքին հակառակ իմաստասիրողներին պետք չի ատել։ Այլ մանավանդ հարկավոր է նրանց խղճալ որպես դատողականությունից պակասածների եւ սրտով ու բանականությամբ կուրացածների, քանզի չարը բարու փոխարեն ընդունելով նրանք կործանվում են անգիտությունից։ Երիցս անիծյալ եւ հոգով անմիտ լինելով նրանք նաեւ Աստծուն չեն ճանաչում։ Ամեն մեկի հետ բարեպաշտության եւ բարի կենցաղավարության մասին զրույցի մի բռնվիր։ Ոչ թե նախանձից եմ այսպես խոսում, այլ նրա համար, որ ինչպես կարծում եմ, անմտագույնի առջև ծիծաղելի կերևաս։ Նմանը նմանին է համակրում, իսկ այդպիսի զրույցների համար շատ չեն ունկնդիրները, կամ իսկն ասած շատ քիչ են, հազվադեպ։ Դրա համար էլ ավելի լավ է չխոսել, քանի որ դա չէ Աստված ցանկանում մարդու փրկության համար։ Խորհելով Աստծու մասին, եղիր բարեպաշտ, աննախանձ, բարի, ողջախոհ, հես, կարեցածի չափով մեծահոգի, կարեկից, չվիճաբանող, քանզի հոգու անկողոպտելի հարստություն է այս ամենով Աստծուն հաճո լինելը, ինչպես նաև ոչ մեկին չդատելը եւ ոչ մեկին չվատաբանելը, այլ բարվոք է քննարկել, հետազոտել, հետախուզել քո վատթար գործերը եւ քո կյանքը քննել ինքդ քո հետ։ Արդյոք հաճելի է այն Աստծուն։ Ճշմարիտ մարդը ջանում է բարեպաշտ լինել։ Բարեպաշտ է նա, ով օտար բանի չի ձգտում, իսկ մարդու համար օտար է ամենայն արարվածը։ Այսպիսով արհամարիր ամեն ինչ, քանի որ Աստծո պատկերն ես։ Մարդը Աստծո պատկերն է լինում, երբ ապրում է արդար եւ աստվածահաճո կյանքով, իսկ դա անհնար է լինում, եթե մարդը չհրաժարվի ամենայն ցանկալիից, այսինքն կրքերից եւ այս աշխարհի ցանկությունից։ Ում միտքն աստվածասեր է, նա փորձառու է այն ամենում, ինչը փրկարար է հոգու համար եւ իրենից պահանջվող ամեն տեսակ ջերմեռանդության մեջ։
Աստվածասեր այրը ուրիշ մեկին չի մեղադրում կամ կշտամբում, որովհետև գիտի, որ նաև ինքն է մեղանչում, և սա փրկվող հոգու հատկությունն է։ Ովքեր մեծ ճիգով ջանում են ժամանակավոր ստացվածք ունենալ և մոռանալով իրենց հոգու մահվան և կորստյան մասին, սիրում են չար գործերի հաճելի ցանկությունը, իսկ այն ամենի մասին, ինչն իրենց համար փրկարար է, հոգ չեն տանում, թշվառ են և մտքով չեն տեսնում, թե մարդիկ ինչ են հետմահու կրում չարիքից։ Միտքը հոգին չէ, այլ հոգին փրկող Աստծո պարգևը։ Աստվածահաճո միտքը ընթանում է հոգու առջևից և խորհուրդ է տալիս նրան արհամարհել ժամանակավորը, նյութականն ու ապականացուն։ Դրա փոխարեն խրատում է սիրել հավիտենականը, անապական և աննյութական բարիքները։ Այնպես որ մարդը ապրելով մարմնում թող մտապերի և որպես հայելու մեջ տեսնի երկնայինն ու աստվածայինը։ Այսպիսով աստվածասեր միտքը մարդկային հոգու բարերարն ու փրկիչն է։ Հոգին տեղիք տալով մարմնին մթագնում է հաճույքով և կործանվում։ Հոգու մեծագույն հիվանդությունը, հետին փորձանքը և կործանումը այն է, երբ նա չի ճանաչում Աստծուն, ամենայն ինչ մարդու համար ստեղծողին և նրան միտք և խոսք պարգևողին, որոնցով ավելի ու ավելի վեր բարձրանալով նա կարող է հաղորդ լինել Աստծուն, փառաբանելով նրան։ Անխորհուրդ հոգին, որ բնույթով անմահ է և մարմնի տերն է, զգայական հաճույքներին հետևելով դառնում է մարմնի ստրուկը, չհասկանալով, որ մարմնի փափկությամբ հեշտանալը հոգու կորուստ է։ Սակայն ընկնելով անզգայության մեջ, հիմարանալով, խնամքով հոգ է տանում այդ մարմնի հաճույքների համար։ Սուրբ Անտոն Անապատականի հոգեշահ խրատները բոլոր ուղղափառ քրիստոնյաների համար։ Սուրբ հայրերի խրատները լսելու համար, Սուրբ հայրերի ժառանգությանը հաղորդ լինելու համար հետևեք Սուրբ Հարության տաճար Facebook-յան էջերին և անկյունաքար կոչվող մեր YouTube-յան ալիքին։ Սուրբ Անտոն Անապատականի բարեխոսությունը ամենքիս հետ լինի։ Փառք Հորը Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։